Արգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, ես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու եւ ընդհանրապես մի թեմայի անդրադառնալու համար, որը իմ կարծիքով չպետք է հնչեր այս բարձր ամբիոնից, սակայն ստիպված եմ, քանի որ Էդմոն Մարուկյանն ու Լուսավոր Հայաստանը սկսել են քննարկել շրիշակից ցածր մակարդակի այս թեման, հետեւաբար ստիպված եմ արձագանքել։ Եվ այսպես Էդմոն Մարուկյանը խիստ սրտնեղելով ըստ երևույթին որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից ընկավ հուզական պորտման մեջ եւ ինձ մեղադրեց 18 տարեկանում հանրապետականին անդամակցելու համար, հետնել նշելով, թե բա կոռուպցիայի հետ կապված այդ հարցերը այն ժամանակ ինչի չէիք բարձրացնում։ Հատուկ խիստ սրտնեղված Էդմոն Մարուկյանի եւ Լուսավոր Հայաստանի համար ասեմ, որ չէի կարող բարձրացնել, քանի որ ի տարբերություն իրենց որևէ կապ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ։ Ավելին 2011 թվականին իմ հայացքների եւ որևէ իշխանության հետ կապ չունենալու համար որոշում է կայացվել ինձ բուհում աշխատանքից զրկել եւ օրենքը կոպտորեն խախտելով զրկեցին ինձ դասաժամերի մեծ մասից։ Հատուկ Էդմոն Մարուկյանի եւ Լուսավոր Հայաստանի համար ասեմ, որ մինչեւ պատգամավոր դառնալս երբևէ չեմ ունեցել պետական պաշտոն, քանի որ ի տարբերություն իրենց չունեի հանրապետական բարձրաստիճան ծանոթ պաշտոնյաներ։ Եվ դրա փոխարեն, սկսած բուհն ավարտելու օրվանից 2008 թվականից աշխատել եմ միայն մասնավոր սեկտորում, աշխատել եմ վաճառող, այնուհետև դարձել եմ մարքեթինգի մասնագետ, մարքեթինգի բաժնի պետ, զարգացման գծով փոխտնօրեն, ինքս իմ համար հարթելով իմ ճանապարհը։ Եվ կենսագրությանս այս հրաշալի հատվածն ավարտվել է նրանով, որ ընտրվել եմ պատգամավոր։ Էդմոն Մարուկյան, այն ժամանակ, երբ հանրապետականներն իշխանության էին, ինձ իմ ծնողին աշխատանքից էին զրկում։ Այն ժամանակ, երբ հանրապետականներն իշխանության էին, ես վաճառող էի աշխատում, հետևաբար կրկնում եմ, չէի կարող այդ հարցերը բարձրաձայնել, բայց դուք եւ ձեր կուսակցության անդամները կարող էիք, քանի որ երբ ես վաճառող էի, դուք ձեր խմբակցության անդամը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ոստիկանապետ էր աշխատում, կարող էիք, քանի որ երբ ես վաճառող էի, դուք ձեր խմբակցության անդամը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին բանտապետ էր աշխատում։ Երբ ես վաճառող էի աշխատում, դուք ձեր խմբակցության անդամը, մեկ այլ անդամ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում վարչության պետ էր աշխատում։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Սերժ Սարգսյանի աշխատակազմում վարչության պետ էր աշխատում։ Երբ ես մասնավոր սեկտորում էի աշխատում, դուք ձեր խմբակցության անդամը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Սերժ Սարգսյանի աշխատակազմից սահուն տեղափոխվում էր կենտրոնական բանկ, դառնալով խորհրդի անդամ։ Երբ ես մասնավոր սեկտորում էի աշխատում, դուք ձեր խմբակցության անդամը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետարանում բարձր պաշտոն էր զբաղեցնում։ Երբ ես մասնավոր սեկտորում էի աշխատում, ձեր խմբակցության մեկ այլ անդամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին սոցիալի պետ էր աշխատում։ Եվ վերջապես, դուք Էդմոն Մարուկյան, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին խլրտոցներ չլսեմ։ Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էիք ընտրվում եւ չակերտավոր հաղթում էիք իշխանության տեխնացուին։ Միակ դեպքը ընդ որում, երբ իշխանության տեխնացուն պարտվել է։ Գիտեք, բոլորովին վերջերս չխանգարեք, հանգստացեք։ Արգելի ընկերներ, պահպանեք դահլիճում աշխատանքային մթնոլորտը։ Պարոն Մարուկյան, արգելի իմ քայլը խմբակցության ներկայացուցիչներ։ Հանգստացեք եւ թուլացեք ու վայելեք։ Հանգստացի։ Պարոն Պապյան, ամփոփեք։ Խնդրում եմ իմ ժամանակը ավելացնել, այսքան ժամանակով ինչքանով որ խանգարել եմ։ Ուրեմն Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր չակերտավոր ընտրում ու հաղթում իշխանության տեխնացուին։ Ընդ որում միակ դեպքն է եղել, երբ իշխանության տեխնացուն պարտվել է։ Գիտեք, Ժողովուրդ ջան, բոլորովին վերջերս Ադրբեջանում եւս եղել է ընտրություններ։ Ադրբեջանում եղել է ընտրություն եւ էլի մեկ չակերտավոր ընդդիմադիր տեխնացու մեծամասնական ընտրակարգով չակերտավոր հաղթել է իշխանության տեխնացուին։ Էդմոն Մարուկյան, ծանոթ պատմություն է, չէ՞, շատ ծանոթ։ Ազգային ժողովի նախագահը մի առիթով իրավամբ նշեց, որ կա աքսիոմա, ընդդիմադիր գործիչները մի շարք օրենքների, այդ թվում իշխանության բյուջեի նախագծին դեմ են քվեարկում։ Պարոն Միրզոյան, ներողություն եմ խնդրում, բայց փաստորեն բացառություն էլ կա։ Էդմոն Մարուկյանը իրեն համարելով կլասիկ պատգամավոր, այդ չգրված կլասիկ կանոնն էլ է խախտել, կողմ քվեարկելով հանրապետականների բյուջեներին։ Այո, հիրավի, դաժան մարդ է Սերժ Սարգսյանը։ Այո, հիրավի կրկնում եմ, դաժան մարդ է Սերժ Սարգսյանը։ Եվ վերջում, վերջացնում եմ, քանի որ ժամանակ չկա հատիրժ դիմեմ մեր քաղաքացիներին։
Սիրելի հայրենակիցներ, գլուխս բարձր է իմ կենսագրության ամեն մի էջով։ Կապ չունի այն համարում եմ այս պահին ինչ-որ չափով ճիշտ կամ սխալ։ Գլուխս բարձր է, քանի որ ոչ միայն չեմ գողացել կամ չեմ թալանել, այլև չեմ կեղծել, չեմ խաբել, տերեր երբեք ման չեմ եկել, սիրելի փեսայի սիրելին կամ հաճախորդը երբեք չեմ փորձել դառնալ, առավել եւս չեմ եղել ու չկամ։